Ապրիլի 23-ի դրությամբ բռնատեղահանված ավելի քան 120,000 արցախցիներից միայն 8,717-ն է Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրել։ Հանրապետության նախագահն էլ այս պահին նրանցից 8,052-ին արդեն շնորհել է այն։ Վերջին տվյալները ժամին միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից են փոխանցում։ Ցուցանիշները բավականին ցածր են, որովհետեւ եթե տոկոսային հարաբերակցությամբ վերցնենք, սրանք շատ ցածր ցուցանիշ են համարվում։ Նախորդ տարվա ամփոփ տվյալներով, այսինքն բռնատեղահանումից ավելի քան 1.5 տարի անց արցախցիներից մոտ 5,500-ն էին դարձել Հայաստանի քաղաքացի։ Ընդամենը 4 ամսում դիմումների նկատելի աճը մասնագետներն ու պատասխանատու պաշտոնյաները առավելապես պայմանավորում են բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու հանգամանքով, ինչի համար արդեն Հայաստանի քաղաքացիությունը պարտադիր է։ Այն արդյունքները, որ կառավարությունը ցանկանում է գրանցել բնակապահովման ծրագրում, այս 1 տարվա ամփոփումից հետո բնականաբար չի ունենալու։ Եթե համեմատենք 25,000 ընտանիք նախնական տվյալներով, պետք է որ բնակապահովման ծրագրից օգտվեր, իսկ այս ցուցանիշը 8,000 թիվը, որ կա մոտավոր քաղաքացիություն ընդունածների, եւ եթե համեմատություն անցկացնենք, որ բնակապահովման ծրագրին դիմել է մոտ 1000 ընտանիք, որոնցից 115-ն է կարողացել դարձնել, սա բավականին ցածր ցուցանիշներ են։ Մեր երկրի քաղաքացիություն ստանալու հարցում ինչու են արցախցիները դեռ հապաղում, հարցին հարցով են պատասխանում, իսկ մենք Հայաստանի քաղաքացի չէինք, ինչ էր մեր 070 կոդով անձնագիրը, եթե ոչ Հայաստանի քաղաքացիության վկայություն։ Ուղղակի ես արհեստական այս խնդիրը ստեղծելով մարդկանց համար դեռ անհասանելի է, ոնց մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, հիմա նորից պետք է քաղաքացիություն վերցնենք։ Քաղաքացիության փոխարեն փախստականի կարգավիճակը գերադասելով բռնի տեղահանված մեր հայրենակիցները նաև Արցախ վերադարձի հարցն են առաջնահերթ փորձում օրակարգում պահել, հավելում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամը։ Բարդ ընտրություն է այսօր այստեղ սեփական կտուր, թե վաղն ու միշտ ամենասեփական կտուրի տակ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։